Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Բարև ձեզ։ Երկու օր առաջ Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանում էր, եւ ես ձեզ ուզում եմ մի ընդհանուր հարց տալ։ Ձեր կարծիքով ինչու էր եկել Լավրովը, որովհետեւ պատահական այցեր կարծում եմ չեն լինում։ Չէ, բնական է, ինձ թվում է հիմնական մոտիվ այցելության դա այնուամենայնիվ Ռուսաստանի եւ Հայաստանի կամ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների նոր օրակարգ եւ այսպես ասած նոր մոդալություն ձևավորելն է, որովհետեւ գաղտնիք չէ, ինչով Սերգեյ Լավրովը ինքը դրա մասին ասաց, որ հարաբերությունները մի քանի տարի արդեն գտնվում էին անկայունության փուլում, երբ որ մինչև վերջ միշտ պարզ չէր այդ հարաբերությունները բարի դիրացիական են, դաշնակցային են, ռազմավարական են, սառն են, ինչ են, այսինքն շատ անկայուն վիճակով անցել հայ-ռուսական հարաբերությունները բնականաբար եւ կարծում եմ, որ երկու կողմերից էլ հիմա փորձ է կատարվում որոշակիորեն այդ հարաբերությունները կայունացնել եւ այսպես ասած նոր համեմատաբար կայուն ձևաչափ սահմանել։ Եվ դա մասնապես պայմանավորված է նրանով, որ այսպես ասած ռազմավարական հորիզոնում նշмарվում է արդեն ռուս-ուկրաինական պատերազմի ինչ որ իմաստով դադարեցումը, եթե ոչ վերջնական խաղաղացումը, այլ առնվազն ինչ որ մի զինադադար եւ այլն, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին իր այլ գերակա ուղղություններով փորձել ակտիվանալ եւ Ռուսաստանը հաղթող է այս պատերազմում, հա։ Չէ, ես չեմ պնդում, որ Ռուսաստանը հաղթող է։ Ես ասում եմ, որ հնարավորություն կա պատերազմը տեղափոխել, այսինքն ռազմական գործողությունները տեղափոխել մի քիչ այլ հուն, դիվանագիտության, տնտեսական հարաբերությունների, ավելի ընդարձակ դիվանագիտության, ոչ միայն Ռուսաստան-Ուկրաինա դիվանագիտության, այլ Ռուսաստան, մյուս կողմից Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ինչ-որ չափով նաև Չինաստան, որովհետև Չինաստանն էլ էս պատերազմի մասնակիցը չի, բայց շատ խոշոր շահառուն է ակնհայտվում, հա։ Եվ հասկանալի է, որ դա բերելու է նրան, որ ընդհանուր, այսպես ասած, եվրազիական մայրցամաքում հարաբերությունների վերագործարկման խնդիր է առաջացել եւ այդ վերագործարկման խնդիրը նաեւ գոյություն ունի Հարավային Կովկասում։ Ինձ թվում է Սերգեյ Լավրովը եկել է նրա համար, որ այդ վերագործարկման սկիզբը դներ։ Այսինքն հայ-ռուսական հարաբերությունները նորովի սկսելու խնդիր կա, հա։ Ինչ որ իմաստով կարելի ասել է ռեստարտի խնդիր գոյություն ունի, բայց հիշեք, որ երբեք ոչ մի բան չի վերադառնում այն կետին, որից ամեն ինչ ժամանակին սկսել է կամ որով ամեն ինչ վերջացել է։ Այն մի քանի տարիների ընթացքում, երբ որ հայ-ռուսական հարաբերությունները անցնում են այդ անկայունության փուլով, եւ փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ վիրավորանքների ինչ որտեղ անհանդուրժողականության, անհասկացողության փուլով դա բերելու է իր հետևանքները, բնականաբար այն ինչ որ հիմա է ստացվելու չի լինելու, այն ինչ որ եղել է պայմանական, ձեզ ասեմ, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որտեղ ինչ որ իմաստով դա է երևի այն կետը, որից հետո հայ-ռուսական հարաբերությունները սկսել են վերանայվել երկուստեք։ Մինչ այդ Հայաստանի իշխանությունները, գիտեք, Եվրաքվե ընդունեցին, ասում էին, որ գնում են դեպի արևմուտք, տնտեսություն են դիվերսիֆիկացում, բայց այդ օրը Արարատ Միրզոյանը ճեպազույցի ժամանակ հստակ ասաց, որ մենք Եվրոպական միության հետ չունենք բանակցություններ, հայտ չենք ներկայացրել։ Հիմա այս իշխանությունները ձեր դիտարկմամբ միանգամից դարձան ռուսամետ, թե հիմա ինչ ուղղություն ունի, ինչ վեկտոր են բանում։ Տեսեք, այդ հարցի պատասխանը եկեք մի քանի մասի բաժանենք։ Նախ հիշեք, որ Եվրաքվեն իրականում կեղծ օրակարգ էր, նա Եվրոպական միության անդամակցության հետ ոչ մի կապ չուներ, ընդհանրապես դեկլարատիվ հայտարարություն էր, որը այս իշխանությունները, այսպես կոչված եվրոպամետների աջակցությամբ ազգային ժողովում ընդունեցին, բայց ինքը Եվրոպական միության անդամակցության հայտ չէր բնավ։ Ինքը ընդհանրապես դեկլարատիվ հայտարարություն էր, անդամակցության հայտը որոշակի կառուցակարգ կա, որով պետք է ներկայացվի, դա չի արվել այս իշխանությունների կողմից, դա մեկ։ Երկրորդը, այն պահից սկսած, երբ որ այդ դեկլարատիվ ակտը ընդունվել է, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Որոշակի փոփոխությունները առաջին հերթին, ինչպես ես արդեն ասացի, պայմանավորված են ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի մեկնարկով։ Եկեք փաստենք հետևյալը, այո, ռազմական գործողությունները չեն ավարտվել, բայց բանակցությունները սկսվել են։ Ընդ որում այդ բանակցությունները տեղի են ունենում բազմակողմ ձևաչափով։ Տեղի են ունենում օրինակ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույցներ։ Արդեն 3 անգամ տեղի են ունեցել, հիշեցնեմ, որ նախորդ ադմինիստրացիայի օրոք ըստ էության դա սառեցված էր։ Տեղի են ունենում որոշակի կոնտակտներ արևմտյան մի շարք երկրների եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Օրինակ
մայիսին մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ, ինչպես օրինակ Սերբիայի նախագահ Վուչիչը այցելեցին այնուամենայնիվ Ռուսաստան, ինչը նախկինում չկար։ Եվ այլն, այսինքն որոշակի գործընթաց է տեղի ունենում։ Իդեպ բանակցությունները, որոնք տեղի ունեցան Ստամբուլում, հիշեցնեմ ձեզ, որ թեև ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև, բայց կողքից դրան մասնակցում էր եւ Թուրքիան, եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը, եւ Եվրոպական միության մի շարք երկրների պատվիրակությունները եւ այլն, այսինքն փորձ է կատարում, պետք է հասկանալ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ի վերջո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև չի։ Մյուս կողմը, թեև անմիջականորեն ռազմականորեն գուցե չի ներգրաված, բայց շահառուները եւ Եվրոպական միության երկրներն են, եւ Թուրքիան, եւ Միացյալ Նահանգներն են։ Ուստի այդ բոլոր շահառուների միջև հիմա որոշակի փնտրտուքի գործընթաց է, թե կարգավորումը ինչ տեսք է ունենալու, հնարավոր է արդյոք կարգավորումը թե չէ, թե կարող է կողմերը շարունակեն իսկապես սպանդը անհասկանալի քաղաքական նպատակներով կամ գուցե ավելի շատ նույնիսկ ներքաղաքական նպատակներով Ռուսաստանի Դաշնությունը իր ներքաղաքական նպատակներով Ուկրաինան իր ներքաղաքական նպատակներով ի վերջո պատերազմը դարձել է ինչ-որ չափով իշխանություն պահելու միջոց նաև դա էլ գաղտնիք չի, բոլորը սկսել են դա հասկանալ եւ այդ ամեն ինչի ֆոնին ըստ էության հիմա փնտրտուք է գնում հնարավոր է արդյոք խաղաղացնել այդ ռազմական բախումը, հնարավոր է տեղափոխել դա դիվանագիտական հարթություն թե չէ։ Եվ նորից կրկնեմ, որ դա այդ ամեն ինչի ամենապատկերում պատահական չի, որ տեղի է ունենում նաև Հայաստանի գործող իշխանության որոշակի վարկագծային փոփոխություն, որովհետև նրանք հասկանում են, որ օրինակ ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում սկսել է նվազել, եւ դա ԱՄՆ որոշումն է։ ԱՄՆ վարչակարգը դրա մասին բացահայտ հայտարարում է, ինքը ասում է մեր հիմա գերակայությունները այլ են։ Մեր գերակայությունն է մեր պետական պարտքը կրճատել։ Մեր գերակայությունն է հասնել Միացյալ Նահանգների վերաինդուստրիալիզացիայի, որովհետև նախորդ վարչակարգերի օրոք չափից դուրս դեինդուստրիալիզացիա էր տեղի ունեցել։ Ստացվում է Հայաստանի իշխանությունները բավականին ճկուն են, հա, պարոն Ջալաբյան, աշխարհաքաղաքական։ Գիտեք, ես չէի ասի, որ իրենք բավականին ճկուն են, որովհետև ճկունությունը նաև որոշակի ռազմավարական խորություն է պահանջում, ռազմավարական մտածելակերպ։ Ես կասեի, որ իրենք օպորտունիստ են։ Իրենք օպորտունիստ են։ Ճկունությունը վատ իմաստով են ճկուն, այսինքն 2022 թվականին իրենք ճկվեցին արևմուտքի կողմը, գնացին ինչպես հիշում եք Պրահայում փաստաթուղթ ստորագրեցին, որը բերեց Արցախի կորստին, եւ որովհետեւ այդ պայմաններում արևմուտքը ավելի հզոր էր թվում։ Հիմա թվում է, որ Ռուսաստանն ավելի հզորանում, իրենք սկսում են ճկվել Ռուսաստանի կողմը։ Բայց իրականում այդ ամեն ինչի մեջ ռազմավարական, այսպես ասած, գիտակցություն, ռազմավարական հեռանկար, ազգային շահերի պաշտպանություն ես չեմ տեսնում։ Ավելի շուտ տեսնում սեփական իշխանությունը ինչ որ կերպ պաշտպանելու, սեփական իշխանությունը պահպանելու որոշակի մոլուցք։ Հիմա գարանտիաները կան Ռուսաստանի կողմից։ Ներողություն կրկնեմ։ Գարանտիաները իշխանության պահպանման կան Ռուսաստանում։ Կա հակառակ գործընթացը, Ես կարծում եմ, որ Ռուսաստանը բավական ընդգծված սկսել է աջակցել Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող որոշակի ուժերի, եւ այս իշխանությունը դա տեսնելով փորձում է նույնիսկ առաջ ընկնել, ասել կներեք, մեր դեմ ոչ մի բան մի արեք, մենք պատրաստ ենք նույնը ձեր համար կատարել։ Այսինքն փորձում են ռուսամետներից ավելի ռուսամետ։ Դե պարտադիր չի, որ չէ, ես չի ասի, որ իրենք փորձում են ռուսամետներից ավելի ռուսամետ լինեն, եւ իմիջիատ Սերգեյ Լավրովի ընդունելությունը չի ասի, որ ջերմ էր, հաշվի առնելով այն ամեն ինչ որ դրան շրջապատում էր, հա։ Ավելի շուտ ասում են, որ կներեք, որն է ձեր ռազմավարական նպատակը, ինչ է ձեր համար ամենակարևորը, այն ինչ որ ձեր համար ամենակարևորն է, մենք էլ կփորձենք անենք։ Սերգեյ Լավրովը մի հատ շատ կարևոր արտահայտություն էլ արեց, որ Ռուսաստանին պետք չէ մեղադրել Արցախի հայաթափման, Արցախի կորստի հարցում, հա, եւ ըստ էության հայկական կողմին մեղադրեց, նույնիսկ ասաց, որ կար ծրագիր, որպեսզի 7 շրջաններից 5-ը տրվեր Ադրբեջանին, 2-ը մնար Հայաստանին եւ այլն, եւ ըստ Լավրովի խոսքի Հայաստանն է մերժել։ Այսինքն ամբողջությամբ այդ մեղքը բարդեց Հայաստանի վրա Արցախի կորստի։ Դուք համամիտ եք այդ պնդումների հետ։ Ստեղ գիտեք, իրականության մեջ այս ամեն ինչը շատ ավելի բարդ է ու գուցե պատմությունը ցույց կտա յուրաքանչյուր կողմը որքանով է պատասխանատվություն կրում Արցախի կորստի համար։ Որովհետև այն գործընթացը, որը տեղի ունեցել, հիշեցնեմ ձեզ, որ այո, 2010 թվականին ծնվեց Լավրովի պլանը։ Այդ Լավրովի պլանը իսկապես ենթադրում էր այն, ինչ որ դուք նոր ցիտեցիք։ Դրանից հետո բանակցային գործընթացը որոշակիորեն մտավ փակուղի։ Այդ փակուղու ակնառու դրսևորումները եւ ասենք պատճառները եւ պատրվակները Հայաստանի գործող վարչակարգի կողմից
բանակցային գործընթացը խափանելն էր։ Օրինակ, Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Օրինակ, Տավուշում Բախումից հետո փորձել դա, այսպես ասած, ցույց տալ որպես մի նոր սարդարապատ, իմիջիայլոց հիշում եք, չէ՞ որ պարգևատրում են սարդարապատում էր տեղի ունենում մի մեծ ռազմական հաղթանակ, թեև ընդհանրապես մի հատ դիրքային մարտ էր տեղի ունեցել եւ դրանով ինչ որ չափով նույնիսկ հայտարարեցին, որ Փաշինյանն անձամբ է ղեկավարել այդ նույնիսկ հա ինչ որ չափով սադրել դիմացինին եւ առիթ տալ, որ Հայաստանը ռազմական վտանգ է ներկայացնում, հարձակողական գործողություններ անում եւ այլն։ Այսինքն ակնառու է Հայաստանի գործող իշխանության բացասական, ոչ կառուցողական դերը այդ ամեն ինչում եւ բանակցային գործընթացի խափանման մեջ։ Մյուս կողմից մինչև վերջ չեն կարող ասել, որն ա եղել Ռուսաստանի դերը, որն ա եղել Թուրքիայի դերը այդ ամեն ինչում, որն ա եղել Ադրբեջանի դերը այդ ամեն ինչում, հա։ Ադրբեջանը որքան որ պատրաստ նույն առաջարկություններ ընդունել, մենք հիմա չենք կարող պնդել։ Անկեղծ ասած դա միայն ժամանակը ցույց կտա։ Իդեպ Լավրովը չասեց, որ Հայաստանն է մերժել։ Լավրովը ասաց մերժվեց այդ պլանը։ Ինքը այդ ձևակերպումը տվեց, որ մերժվեց այդ պլանը։ Բոլոր դեպքերում մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ իդեպ Արցախի անկումը հիշեք, որ երկու փուլով է տեղ ունեցել, մեկը 44-օրյա պատերազմը, որում դեռևս Ռուսաստանը շարունակում էր աջակցել Հայաստանին։ Եվ մյուսը 2023 թվականի սեպտեմբերի 10-ի սկսված իրադարձությունները, որոնք մոտ 2 շաբաթ շարունակվեցին եւ ավարտվեցին Արցախի բռնազավթմամբ եւ բնակչության տեղահանմամբ, որում Ռուսաստանը արդեն պրակտիկորեն լրիվ ձեռքերը լվաց։ Հիմա այդ մասում երբ որ նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին, իհարկե մեղադրանքները ճիշտ են, այն մասը, որ Հայաստանի իշխանությունները եւս ձեռքները լվացին, հիշեք, եւ հայտարարեցին, որ նույնիսկ մի փամփուշտ չեն կրակել։ Բայց մյուս կողմից պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունը իր կողմից ստանձած պարտավորությունները կատարեց, եւս սխալ կլիներ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը եւս նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրող 3 կողմերից մեկն էր եղել, եւ այդ համաձայնագրի երաշխավորն էր եղել։ Հիշեցնեմ ձեզ, որ այդ համաձայնագրում կետ կար, որով նշվում էր, որ երկու կողմերի զինված ուժերը մնում են իրենց դիրքերում, նոյեմբերի 9-ի դիրքերում։ Հիմա ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, ադրբեջանցիները իրանց դիրքերից առաջ եկան, մտան մարտական բախման մեջ ամենուրեք, չէ՞, հայկական ուժերը։ Եվ ռուսական կողմը, որը իդեպ պետք էր եւ գուցե վիզորու էր կանխել այդ ռազմական բախումը, չկանխեց այդ ռազմական բախումը։ Եվ քանի որ Արցախը շրջապատված էր եւ հնարավորություն չուներ իսկապես երկար դիմադրելու, դա վերջացավ նրանով, որ հայկական ուժերը հաստատության վայր դրեցին զենքը։ Եվ նույնիսկ մինչև այդ հիշեցնեմ ձեզ, որ նաեւ այդ համաձայնագրի կետերից մեկն էր, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի Միչանսկի անխափան գործունեությունը, որի երկայնքով տեղակայվում են ռուսական զինված ուժերը, հա, խաղաղ ուժերը։ Այդտեղ էլ հիշեք, որ այդ Միչանսկը փակվեց, հա, փակվեց այդ իրադարձությունից մի քանի ամիս առաջ, ռուսական խաղաղապահ ուժերը ըստ էության մատների արանքով դրան նայեցին եւ որևէ կերպ չփորձեցին այդ Միչանսկը բացել։ Այսինքն ըստ էության իրենք էլ մեղավորություն ունեն, այնպես չի որ Լավրովը ամբողջովին չկմեղ։ Անկեղծ ասած, եթե դրան փորձենք իսկապես անկեղծ գնահատական տալ, Ռուսաստանի Դաշնությունը ելնելով իր սեփական նկատառումներից փաստացի չկատարեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված սեփական պարտականությունները։ Եվ հիմա անկախնից Լավրովը ինչ է ասում, իրականությունն է, որ Լաչինի Միչանսկը փակվեց, այն գտնվում է ռուսական վերահսկողության տակ, ռուսները ըստ էության քայլ չկատարեցին, որպեսզի խանգարեն ադրբեջանցիների Լաչինի Միչանսկը փակել եւ դրանով Արցախի եւ Հայաստանի կապը կտրվեց, իսկ հետո հաջորդ կետը նոյեմբերի 9-ով նախատեսված, որ զինված ուժերը երկու կողմերի մնում են իրանց դիրքերում, դա էլ չկատարվեց, Ադրբեջանը անցավ հարձակման եւ Արցախը արդյունքում ստիպված եղավ Արցախի զինված ուժերը ստիպված եղան անձնատուր լինել։ Ոստի Լավրովը լավ կլինի, որ անկեղծ լինի այդ մասում։ Նորից եմ ասում, այս ամեն ինչը չի հանում պատասխանատվությունը Հայաստանի գործող իշխանությունների վրայից։ Բայց պետք է ասել, որ ինչ որ չափով եւ այս իշխանությունը եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները իրենց պարտականությունները արցախցիների նկատմամբ չկատարեցին։ Պարոն Չալաբյան, այնուամենայնիվ իմաստ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններ խորացնել, օրինակ անվտանգային հույսեր կապել, վերագործարկել ՀԱՊԿ-ի հետ մեր այդ փոխգործակցությունը, գիտեք, երկար ժամանակ Հայաստանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, կա այդտեղ իմաստ։ Եկեք տարաբաժանենք ձեր հարցերկու մասի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի հետ, հա, որովհետեւ տարբեր են։ Իմ կարծիքով տարբեր են, իմաստով որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք փաստացի Ադրբեջանի հետ ունեն ավելի սերտ գործընկերային հարաբերություններ, քան թե մեր հետ։ Այսինքն օրինակ Ղազախստանը, դա ակնհայտ է, հա։
եւ Բելարուսի դեպքում նաեւ ունի ավելի սերտ գործընկերային հարաբերություններ։ Ռուսաստանի դեպքում մի քիչ ուրիշ է։ Հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման տեսանկյունից նախ ցանկանում եմ եւս մի անգամ նշել, լիարժեք վերականգնում այնպես ինչպես եղել է մինչև 2020 թվականը հնարավոր չի, կամ նույնիսկ 2018 թվականը։ Իրատեսական չի։ Խոսքը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, ոչ թե վերականգնման։ Եկեք ճշգրտենք։ Բարելավում, ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է։ Մեզ անհրաժեշտ է, բայց դրան պետք է նայել ծայրահեղ իրատեսական։ Մեզ պետք է անել այն, ինչ որ մեր համար շահավետ է։ Մեզ պետք չի այլևս երբևիցե Ռուսաստանին կուրորեն վստահել եւ անել այն, ինչ որ մեզանից Ռուսաստանը պահանջում է։ Չէ, դրանք պետք է լինեն երկկողմանի հարաբերություններ, որոնք մենք տեսնում ենք մեր շահը։ Բայց մյուս կողմից պնդել, որ գիտեք ինչ, եկեք արհամարենք Ռուսաստանի գոյությունը, ասենք որ պետք չի իր այդ հարաբերությունները վերականգնել, այդ դեպքում եկեք մենք հասկանանք, էլի հարաբերությունների դաշտում մենք ում ունենք, ովքեր մեր հարևանները։ Մեր հարևանները Թուրքիան են, Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք հարաբերությունները սպահին չունենք, ավելի շուտ դրանք թշնամական են եւ մենք տեսնում ենք նաեւ որ գործող իշխանության բոլոր ջանքերը այդ հարաբերությունները ինչ-որ ձևով կարգավորել որևէ արդյունքի չեն բերում, որովհետեւ նրանք անընդհատ նորանոր պահանջներ են ներկայացնում եւ ըստ էության խնդիր են դրել ընդհանրապես Հայաստանը ճզմել։ Այդ պայմաններում մտածել, որ դու կարող ես հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ արմատականորեն բարելավել իրատեսական չի։ Վրաստանն է տարածաշրջանում շատ թույլ խաղացող է։ Թույլ տրանզիտային խաղացող է նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, տրանզիտային խաղացող է մեր եւ Ռուսաստանի միջև եւ այլն, բայց սեփական ուժեր զինված ուժեր չունի, հստակ ինչ-որ ստրատեգիական ռազմավարական դիրքորոշում չունի եւ այլն, այսինքն միայն Վրաստանի վրա հույս դնել չես կարող։ Իրանի վրա Իրանը բնականաբար շատ ավելի հզոր պետություն է եւ շատ արագ նաեւ նրա հզորությունը աճում է, բայց պետք է հասկանալ, որ Իրանն էլ գտնվում է սեփական հակամարտությունների դաշտում եւ այդ իմաստով իր հետ կապված կան որոշակի վտանգներ։ Իսկ եթե դու միայն իր վրա հույսը դնես, բայց պատկերացրա հաջորդ օրը Իրանը հայտնվի, ասենք ռազմական գործողությունների թիրախում, դու կարող ես ընդհանրապես ասած շատ բան կորցնես արդյունքում, հա։ Որը նշանակում է, որ դու չես կարող պարզապես անտեսել Ռուսաստանը։ Դու պետք է մտածես, ոնց կարող ես Ռուսաստանի հետ հարաբերություն նույնիսկ ուզում եմ կրկնեմ, նորովի շատ ավելի պրագմատիկ, իրատեսական, մեր շահից ելնելով այդ հարաբերությունները կառուցես։ Դա հեշտ չի լինելու, որովհետև Ռուսաստանը եւս գալու է իր, այսպես ասած, ցանկություններն առաջադրելու, իր պահանջներն դնելու եւ այլն։ Բայց պետք է հասկանալ, որ ինչ որ իմաստով ես դրանում համոզված եմ։ Ռուսաստանը պետք է մեզ, բայց մենք էլ պետք ենք Ռուսաստանին։ Մենք պետք ենք Ռուսաստանին։ Մենք էլ ենք պետք Ռուսաստանին, իհարկե, եւ մենք պետք է գնահատենք այն ինչ որ մենք ունենք, կարողանանք դա ավելի արդյունավետ մոբիլիզացնենք, փաթեթավորենք, մատուցենք, ներկայացնենք, բանակցենք եւ այլն, որպեսզի Ռուսաստանից կարողանանք ստանանք այն ինչ որ մեզ պետք է։ Դրա լավ օրինակը կա, մարդիկ բարբերաբար դրա մասին հիշում են, էլի։ Տեսեք, ասենք Իսրայելը ինչպես է օգտագործում Միացյալ Նահանգների ազդեցությունը։ Ասենք դժվար է ասել, արդյոք Իսրայելը այդքան պետք է Միացյալ Նահանգներին, բայց Իսրայելը կարողանում է Միացյալ Նահանգների ներսում ստեղծել այնպիսի ազդեցության լծակներ, որոնք բերում են նրան, որ շատ հարցերում Միացյալ Նահանգները ներքաղաքական նկատառումներից ելնելով ուժեղ իսրայելյան լոբի, այլ ընկերներ, որոնք կան, որտեղ միայն հրեաները չեն, որ այդ իմաստով ճնշում են գործադրում։ Հրեաները նաև բազմաթիվ ընկերներ ունեն բուն ամերիկացիների մեջ, հա, անգլոսաքսոնական միջավայրում եւ այլն։ Այդ միշտ գեներացնում է որոշակի քաղաքական ճնշում ցանկացած ադմինիստրացիայի վրա Ամերիկա, որը ստիպված է լինում միշտ աջակցել Իսրայելին, պրակտիկորեն ցանկացած իրավիճակում։ Իսրայելը արդար է, անարդար է, ճիշտ բան անում, սխալ բան անում, միշտ ստիպված են լինում համարը աջակցել, եթե սխալ բան են անում, մեկը աջակցում են, բայց գալիս ասում են, լավ, գոնե այդ սխալ բանը մի արեք, էլի, ասենք, մի ռմբակոծեք, այդքան գազ են ենթադրենք։ Բայց մենք տեսնում ենք դա ոնց է տևանում։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունները կարող են այդպիսին լինել։ Դա մեզանից է կապված։ Դա մեզանից է կապված։ Ի վերջո մենք եկեք հիշենք, հա, Ռուսաստանի բնակչության 1.5-ից 2%-ը, 1.5%-ը առնվազն հայկական ծագում ունի։ Դրանց մեջ կան բազմաթիվ ազդեցիկ մարդիկ։ Դա կլինի բիզնեսում, դա կլինի պետական ոլորտում, դա կլինի առողջապահության մեջ, գիտության մեջ, նաև զինվորական գործում եւ այլն։ Մենք այդ ռեսուրսը այսօր չենք օգտագործում, ընդհանրապես չենք օգտագործում։ Այդ ռեսուրսը դու պետք է կարողանաս ճիշտ օգտագործես, որովհետեւ Ռուսաստանը նաև զգալի չափով իշահ մեզ գործի։ Իդեպ ես ասեմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ 2020 թվականին, հա, զգալի չափով պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը իր ունեցած ռեսուրսը շատ ավելի արդյունավետ օգտագործել։ Երբ որ Իլհամ Ալիևը եկավ իշխանության, նա տեսավ, որ հայերը կարողանում են իրենց ռեսուրսը օգտագործել, հիմնական Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներսում եղած ռեսուրսը, դա կլինի Ռուսաստանը, Ֆրանսիան թե Միացյալ Նահանգները, եւ նպատակ դրեց դա չեզոքացնել։
Եվ խնդիրները, որ դա իրան հաջողվեց, մասնապես Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում գուցե ոչ, բայց Ռուսաստանում հաշվի առնելով, որ ադրբեջանական համայնքն էլ մեծ, նրանք էլ մեծ ռեսուրսներ ունեն։ Նա դա կազմակերպեց եւ ուղղորդեց հայկական շահերի դեմ։ Հիմա մենք պետք է դա գիտակցենք։ Ես բարբերաբար լինում եմ Ռուսաստանում ու ես տեսնում եմ, որ այնտեղ հայ համայնքը այս ընթացքում շատ լուրջ բարոյալքվել է, կտրվել է հայկական պետությունից։ Եվ իսկ կտրվել է հայկական պետությունից այս գործող իշխանության պատճառով, անտարբերության պատճառով, շատ հաճախ նույնիսկ թշնամանքի պատճառով, տեսնում եք երբեմն հայեր են գալիս, որոնք նույնիսկ ներս չեն թողում, որ Հայաստան մտնեն, հա։ Այս ամեն ինչը մեր ազգային շահերի դեմ է։ Մեզ պետք է աշխատել օրինակ Ռուսաստանում, բայց եւ ոչ միայն, եւ Ռուսաստանում, եւ Ֆրանսիայում, եւ Միացյալ Նահանգներում մեր համայնքների, մեր ազդեցիկ մարդկանց ազդեցության կենտրոնների հետ, որպեսզի նրանք ազդեն համապատասխան պետությունների վրա։ Եվ մենք փորձենք հասնել նրան, որ Ռուսաստանը ավելի շատ ի նպաստ մեզ գործի, նորից եմ ասում, ելնելով իր սեփական ներքաղաքական շահերից։ Ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական, որովհետև ներքաղաքական կոնֆիգուրացիայում դա ձեռնտու է լինելու։ Մի քիչ խոսենք նաև ներքաղաքական օրակարգերից, պարոն Չալաբյան, երկրորդ եւ երրորդ նախագահները կարելի ասել երկուսն էլ ասուլիսով հանդես եկան, իհարկե նախագահ Սերժ Սարգսյանն պարագայում դա ճեպազրույց էր, բայց եւ այնպես էլի միմյանց հետ կապված հայտարարություններ արեցին։ Նախ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 18 թվականին զանգել է Սերժ Սարգսյանին, հետաքրքրվել իրավիճակի մասին, որից հետո Սերժ Սարգսյանն նախ վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է, հանդարտ է, որից հետո հրաժարական է տվել եւ փաստացի էլի մեղադրվեց ոչ ուղղակիորեն, բայց մեղադրվեց Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ։ Սերժ Սարգսյանն էլ դրան պատասխան չհերկեց, որ Ռոբերտ Քոչարյանը զանգել է, բայց այնուամենայնիվ էլի հանրապետականները պատասխանում են այդ մեղադրանքներին։ Ի վերջո 2018 թվականին Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, պարոն Չալաբյան, թե Կարեն Կարապետյանին, ով նաև համարում են Ռոբերտ Քոչարյանի ավելի շատ քոչարյանական գործիչ։ Անկեղծ ասած, ինձ թվում է, այդ հարցը դուք ճիշտ մարդու չեք հասցեագրում։ Այն իմաստով, որ այդ հարցը պետք է հասցեագրել կամ այն մարդկանց, որոնք այդ պնդումները անում են, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրանց անմիջական շրջապատին, հա, եւ նրանք պետք է պատասխանեն։ Կամ մի անգամ նրանք միմյանց են մեղադրում։ Չէ, ես անկեղծ ասած ժողովրդական ասացվածք է, էլի մատի եւ մատանու միջև մտնելու, իրանք իրար ինչքան ուզում են թվում մեղադրեն, չեմ կարծում որ մենք պետք է մտնենք այդ բանի մեջ, հա, այդ այսպես ասած բանավեճի մեջ եւ փորձենք դա մեկնաբանել։ Իմ համար ակնհայտ է հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության է եկել այն պայմաններում, երբ որ կար շատ լուրջ հանրային դժգոհություն նախորդ իշխանությունից մեկ, դա փաստ է։ Սերժ Սարգսյանի իշխանությունից, թե նաև Քոչարյանի իշխանությունից։ Քոչարյանը արդեն 10 տարի իշխանության չէր։ Թեև հանրային ընկալման մեջ իրանք ոնց որ տենց միասնական շարունակական իշխանություն են կազմում, բայց փաստն է, որ դժգոհությունը այդ պայն ավելի շատ Սերժ Սարգսյանից էր, բայց իդեպ դրանից 10 տարի առաջ էլ մարտի 1-ն է տեղի ունեցել, այդտեղ էլ դժգոհությունը Քոչարյանի իշխանությունից էր, այսպես այդ դժգոհությունը բարբերաբար կուտակվում էր, հա։ Դրա մասին կարելի է առանձին խոսել, ինչեր է դժգոհությունը առաջացել։ Եվ երկրորդը փաստն է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, եւ հրաժարականից հետո եկել է իշխանության Նիկոլ Փաշինյանը։ Մի անգամից չի եկել, որոշակի ինչ-որ փուլերով է եկել, հիշում եք, որ առաջ անգամ հանրապետական կուսակցության խմբակցությունը չքվեարկեց նրա օգտին, դրա համար նա չդարձավ վարչապետ, երկրորդ անգամ արդեն ինչ-որ քանակությամբ ձայներ տվեց, որ իմ տեսանկյունից շատ վիճելի քայլ էր, ինչ էին այդ ձայները տալիս, կարան չքվեարկեին ազգային ժողովը ծրվեր գնային նոր ընտրությունների օրինակ։ Իմ կարծիքով դա ավելի արդյունավետ քայլ կլիներ։ Բայց հիմա արել են, եւ դա փաստ է։ Այդ փաստերը անհերքելի են։ Հիմա ամեն մեկը թող ինքը մեկնաբանի այդ փաստերը, որովհետեւ մտնում են շատ դետալների մեջ։ Ես իդեպ ինքս էլ եմ ժամանակին մտել այդ դետալների մեջ։ Շատ մարդկանց հետ եմ խոսացել, ներառյալ ձեր ասած Կարեն Կարապետյանի, իրանց վերսիաներ ունեն եւ յուրաքանչյուրի վերսիան մյուսի վերսիայից ինչ-որ չափով տարբերվում է եւ յուրաքանչյուրը փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որ իր համար ավելի շահեկան լինի, դա զարմանալի չէ։ Պարոն Չալաբյան, գիտեք ինչ է այս հարցը կարևոր, որովհետև ընդդիմության շրջանակում կոնսոլիդացիաների կարևորագույն հարցը եւ այսպես ասած լակմուսի թուղթը հենց այդ հարցն է, ով է բերել Նիկոլ Փաշինյանին, որովհետև միմյանց ասում են, գիտեք ինչ կա, դուք Նիկոլ եք բերել, մենք ձեր հետ չենք կարող։ Ես ներողություն խնդրում։ Ընդդիմության շրջանակում կոնսոլիդացիայի հարցը դա չի, որովհետև խոսքը վերաբերվում է ընդհանրապես ընդդիմության երկու կոնկրետ ուժերի, Հայաստան Դաշինքին եւ Հանրապետական կուսակցությանը, այսօր արդեն ընդդիմության մեջ առաջանում են նոր ուժեր, որոնք այդ ուժերի հետ չեն կոնսոլիդացվելու, դա ակնհայտ է, չեն կոնսոլիդացվելու։ Եվ երկրորդը ենթադրում են, որ իրենց հանրային ազդեցությունը
Հայաստան Դաշնքի մասին մի քիչ դժվար ասել, որովհետև այն ամենը բավական մեծ է, բայց հանրապետական կուսակցությանը գերազանցել է։ Դուք տեսել եք սոցիոլոգիական հարցումների արդյունքները, տեսել եք մոտավորապես ինչ կարգի աջակցություն ունի հանրապետական կուսակցությունը։ Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների մոտավորապես 1.5% քաղաքացիներն են, որ աջակցում են հանրապետական կուսակցությանը։ Հիմա պնդել, որ իրանք մեծ ուժեր են, մեծ են եղել։ Մեծ են ուժել դատելով նրանով, որ 2021 թվականին իրանք են անցել ազգային ժողով։ Բայց այդ ընթացքում իրանք ազդեցությունը նվազել է։ Նվազել է 21 թվականից այս կողմ։ Բնական է նվազել է, երբ է նվազել։ Ավելին ձեզ ասեմ, ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք ուժերը եւ իշխանությունը եւ երկու ընդդիմադիր խմբակցությունները իրանց բոլորի հանրային ազդեցությունը նվազել է այս ընթացքում։ Դա ակնհայտ է։ Դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, դա ցույց է տալիս նաեւ, որ հանրության մեջ նոր ուժեր են առաջացել, որոնք հավակնում են նրան, որ իրանց իշխանության համար պատասխանատվություն ստանձնեն։ Դա ակնհայտ է։ Ակնհայտ է, որ օրինակ ձեր լրատվամիջոցը նոր է, չի առաջացել։ Չկա, չէ 21 թվականին։ Չկա, չէ 21 թվականին։ Դուք ձեր լրատվամիջոցը այս երեք ուժերից որևէ մեկի բանի մեջ է գտնվում, շարադրի չէ։ Դե դա տեսեք դուք ինքներդ եք պատասխանում, որովհետև առաջանում են նոր ուժեր, առաջանում են նոր լրատվամիջոցներ, առաջանում են նոր ազդեցության կենտրոններ եւ այլն, որ նշանակում է որ եղած երեք ուժերի ազդեցությունը պակասում է ժամանակի ընթացքում։ Եվ դա զարմանալի չի։ Դա զարմանալի չի, որովհետև մի հասարակություն, որը արդեն 5 տարի է անդադ ստրեսի մեջ է ապրում, նա մեղադրում է ոչ միայն գործող իշխանության, նա սկսում է մեղադրել նաև ընդդիմության, ասում է ոչ մի բան չի կարողանում անել։ Այլ հարց է, կարող են թե չեն կարող, այլ հարց է սահմանադրությունը դա թույլ է տալիս թե չէ։ Բայց փաստը այն է, որ իրականում հասարակական դժգոհությունը կուտակվում է եւ հասարակությունը նոր լուծումներ է ման գալի եւ նոր լուծումները նա պետք է տեսնելու նոր դեմքերով։ Եվ վերջում կարճ անդրադարձ կատարենք նաև իմպիչմենտի գործընթացին։ Մեր նախորդ զրույցից հետո զարգացումներ են եղել երկու պատգամավորներ, Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, ովքեր եւս փաստորեն իմպիչմենտի կողմնակից են, Էդմոն Մարուկյանի տեխնացությունն էին առաջադրել, ինչը մերժվեց, պատիվ ունեմ խմբակցության կողմից։ Դուք նախկին մեր զրույցի ժամանակ թերահավատորեն էիք մոտենում իմպիչմենտի process-ին, բայց այսօր փաստորեն 36 ստորագրությունը, եթե շատ ցանկանան, կարող են ապահովել։ Ինչ որ բան փոխվել է ձեր նախ տեսեք impeachment-ը կամ կառավարության անվստահությունը դրա համար պետք է ոչ թե 36 падգամավորի աջակցություն 36 падգամավորը պետք մեկնարկելու համար մեկնարկի մասին որպեսզի ինքը տեղի ունենա պետք է 54 առնվազն падգամավորի աջակցություն ես կարծում եմ որ 36 падգամավորի աջակցություն տեսականորեն գուցե կարելի է ստանալ եթե լինի այդպիսի տեխնացու այն տեխնացուն որ առաջադրվել էր հաստատ այդ տեխնացուն չէր, որովհետև ինքը խմբակցությունների որևէ վստահություն չէր վայելում։ Ակն այդ պատճառով այդ խմբակցությունները նաև արտահայտվեցին դրա մասին, հա։ Այո։ Բայց տեսականորեն կարելի է գտնել այդպիսի տեխնացու, փորձել ասենք իսկապես դրա շուրջը բանակցություններ ունենալ, մի քանի տեխնացու իդենտիֆիկացնել, փորձել ինչ-որ կոալիցիա ձևավորել եւ այլն։ Հիմնական խնդիրը ուրիշ տեղ է։ Ասենք տեխնացու առաջադրել 36 ձայներով հնարավոր է։ Արդյոք հնարավոր է հասնել նրան, որ իշխող խմբակցության առնվազն 18 падգամավորներ դրան միանան։ Ես այս շաբաթ 168 AM-ի տաղավարում դրան անդրադարձել եմ։ Իմ կարծիքով դա հնարավոր է մենակ այն դեպքում, երբ որ դրա հանրային պահանջը լինի, եւ այդ հանրային պահանջը ոչ թե լինի ուղղակի տունը նստած, մարդիկ խոսան դրա մասին, Facebook-ում գրառումներ անել, մարդիկ դուրս գան փողոց։ Դե ով է հրավիրել դուրս չեն եկել։ Պետք է հրավիրել։ Մարդիկ դուրս գան փողոց։ Մարդիկ դուրս գան փողոց։ Հիմա որ դեպքում մարդիկ դուրս կգան փողոց։ Մարդիկ դուրս կգան փողոց կամ եթե այնպեսի մի հատ տեխնացու է, որը շատ լայն հանրային վստահություն է վայելում եւ իսկապես կարողանում է մարդկանց մոբիլիզացնել։ Մենք դա տեսել ենք անցած տարի։ Այո։ Անցած տարի դա եղավ։ Բայց հետո պարզվեց, որ այդ տեխնացուն այս կամ այն պատճառով ունի որոշակի խնդիրներ, հա։ Այո։ Իրավական խնդիրներ, սահմանադրական սահմանափակումներ իր դեմքով առաջադրվելու համար։ Հիմա կա այն մի տեխնացուն, որը իսկապես մեր հասարակությունը կարող մոբիլիզացնել անի փողոց։ Դժվար հարց է։ Եթե կա, պետք է նշել է տեխնացուի անունը, ոչ թե նշել մի տեխնացուան, որը ընդհանրապես ոչ մի հանրային աջակցություն չունի։ Այն տեխնացուն, որի մասին դուք ասում եք, ընդհանրապես ոչ մի հանրային աջակցություն չունի։ Այսինքն նա չի կարող մարդկանց փողոց հանի, այդ ակնհայտ է, չէ՞։ Եվ ուրեմն պետք է լինի տեխնացու, որը մարդկանց կարողանա ողջևորի, բայց դա հեշտ չի, եւ դա տեխնացուի խնդիրը չի։ Դա նաեւ հասարակության որոշակի հիասթափության, հոգնածության խնդիրն է։ Կամ, եթե դա տեխնացու չի, պետք է լինի պատճառ որոշակի։ Օրինակ Փաշինյանը պետք է գա, ասի, դե գիտեք ինչ Ժորժ ջան, Ալիևին ինձ պահանջում է Տիգրանաշենը հանձնել, ես էլ ուրիշ ձև չունեմ, պետք է Տիգրանաշենը հանձնեմ, օրինակ։ Այդ դեպքում ես բոլորովին չեմ զարմանա, նույնիսկ ընդհակառակը համոզված եմ, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ Բայց պետք է այդպիսի պատրվակ լինի, որովհետև ժողովուրդը ապրում է իր առօրյա կյանքով,
առավոտյան զարթնում է, գնում է գործի, երեկոյան գալիս է իր ընտանիքի տուն, դիմացը մյուս շաբաթ վերջի զանգը, էս այնա եւ այլն, այսինքն մարդիկ ապրում են առօրյա կյանքով, որովհետեւ դու իրանց հանես այդ առօրյա շավից։ Պետք է լինի շատ ուժեղ ազդակ, ուժեղ պատճառ։ Այդ ուժեղ պատճառը այս պահին չկա։ Լավ կլներ, որ մեր ժողովուրդը արդեն շատ ավելի բարձր քաղաքական գիտակցություն ուներ, որևէ այդպիսի ազդակի չսպասեր։ Ասել ըստեղներ է հասել Փաշինյանը, ոնց որ ինքն էր, չէ՞, ցույց տալի ձեռքով։ Ընդամենը 10%-ի աջակցություն ունի, ինչա ինքը կառավարում եւ այլն, եկեք փոխենք իրան։ Բայց դա տեղի չունեն։ Այդ հանրային պահանջը, տեսեք impeachment-ը ոնց որ այսքան քննարկվում է, մարդիկ խոսում են դրա մասին եւ այլն, բայց մարդիկ փողոց դուրս չեն եկել դրա համար։ Քանի դուրս չեն եկել, սпасել, որ իշխող խմբակցությունը այտենց հեշտ կզիջի իր դիրքեր, ինձ թվում է իրատեսական չի։ Շատ լավ, հետևենք քաղաքական process-ներին, պարոն Չալաբյան, հատկապես որ դրանք արագ փոփոխվում են եւ նոր իրողություններ են ի հայտ գալիս։ Շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ, կհանդիպենք։